Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք հայկական, ասենք կուֆտաների դեսակներից, որովհետև իրեն անվանում են կուֆտա, բայց ինքը դենց կուֆտա չէ, դենց հավաքածո է, չգիտեմ մեր նախնիները միշտ մի քանի դեսակ կուֆտաներ են պատրաստել, յուղով կուֆտա, տահինով կուֆտա, մսով կուֆտա եւ այլն, իջը, որ մեկ-մեկ մեջ են անում եւ դրան էլ անվանում են կուֆտա։ Այսօր տահինով կուֆտան ենք անում, շատերը, եթե սպյուրքահայ են արդեն նայողները ինձ շատ լավ կիմանան, իսկ շատերը լսած կլինեն եւ չգիտեն բաղադրատոմսը, իսկ եւ շատերը ընդհանրապես լսած չեն եւ իրանց հետաքրքիր է այսօր։ Այս բաղադրատոմսը իմ նախնիներից մնացած բաղադրատոմս է, որը միշտ պատրաստել են նախկիններում եւ մեր տանը միշտ պատրաստել են եւ մենք շատ ենք սիրել հավանել, ինքը շատ բարձ բաղադրիչներով է պատրաստվում ու դալիս է այդ դան դնական ինչ որ կա դանը այդ շունչը, որը վերջում ունենում ես այնքան համեղ ուտեստ, ասում ես, բա, այսքան բարձ, այսքան համով է, այո, այնքան բարձ, այնքան համով։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 2 բաժակ մանր բլղուր, 3 ճաշի կտալ ցիտապտղից հետ, 1 կամ 2 գիդրոն, 3 հատ մեծ լոլիկ, կես բունջ ազատքեղ կամ մաղդանոս, 1 հատ մեծ սոխ, 2 ճաշի կտալ լոլիկի մածուկ, 3 կարորդ բաժակ տահին, համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ եւ կարմիր բղբեղ։ Իսկ այսօրվա բաղադրատոմսի համար տեսակ արդեն ինչ բաղադրիչներ է մեզ հարկավոր, գլխավոր բաղադրիչը դե մանր բլղուրն է, որը մենք հատուկ մարանիկի բլղուրն ենք օգտագործում, դե ընդհանրապես մեր բոլոր համեմունքները եւ այսպիսի բաղադրիչներ մարանիկից ենք օգտագործում, որովհետեւ նախ շատ որակավոր է եւ երկրորդ համային առումով էլ շատ լավն է, ուրախ ենք մեր բաղադրատոմսերը ավելի համով են դարձնում։ Դրա համար ստեղից օգտագործել ենք 2 բաժակ մանր բլղուր։ Իրականում մանրը կարևոր ոչ թե ուրիշ չափս, այդ չմոռանաք, որովհետև մեկ-մեկ լինում է, որ բլղուր եմ ասում, մարդիկ մեծ բլղուր են օգտագործում, ընդհանրապես այս տեսակ կուֆտաների կամ այս տեսակ հավաքածոների, որը պետքա չեփվի եւ այլն, անպայման մանր բլղուրն ենք օգտագործում։ 1 2 Մի հատ լվանում եմ, իհարկե ոչ ABC-ով, բլղուրը պատրաստ է, կանցնենք գործի, քանի որ ես լոլիկները պետք է շատ լավ մանրացնեմ եւ ավելացնեմ, հետո էլ գիդրոնը կամ լիմոնը, ես կուզենայի հիմա արդեն բլղուրին վրա լիմոնը ավելացնել, որպեսզի ինքը այդ համերը վերցնի իր վրա ու հետո արդեն լոլիկի իրեն ավելի թրջի ու արդեն կամաց-կամաց մենք ունենանք մեր զանգվածը։ Լիմոնները մի հատ քամեմ ավելացնեմ։ Դե իրականում այս թթվաշության մակարդակը դուք կարող եք որոշել, ես այսպիսի ուտելիքներ թթու եմ սիրում։ Եթե շատ թթու չեք սիրում կամ տանը կան անդամներ, որ շատ թթու չեն սիրում, կարող եք թթուն հետո ավելացնել, այսինքն մի քիչ արդեն խառնեք, այդ ամեն ինչ պատրաստ լինի, ձեր համար թողեք ու հետո ավելացնեք, իսկ մնացածին մի քիչ ավելի պակաս թթուով։ Ամեն բարակայի, ասեմ, որ մենք ստեղից լիքը ապրանքներ ուտուտից ենք վերցրել, այսինքն ուտուտ սուպերմարկետից, իսկ ուտուտ սուպերմարկետը ինձ ասել է, որ արդեն հունիսի 28-ին իրենց խաղարկությունը կայանալու է Ծաղկացորում, 88 Hotel and Spa-ում։ Իսկ ինչպես եք մասնակցելու, առավոտը ժամը 9-ից կարող եք գնալ այնտեղ, ձեր կտրոնը գցել ու երեկոյան ժամը 6-ին լինելու է խաղարկությունը, բայց շատ կարևոր է, որ ձեր անձը հաստատող փաստաթուղթ ձեր հետ լինի, չմոռանաք։ Այդ կշահեք, այդ օրը այդ բնակարանը ու հետո մեզ կզանգեք, կասեք Շաղիկ ջան, Համի Կախնիկ ջան, մերսի շատ, որ մեզ ուղարկեցիք այդ սուպերմարկետը, մենք եւ գնումները կատարեցինք եւ մի հատ էլ նորագարույց բնակարան շահեցինք։ Իսկ ովքեր որ չեն հասցնելու, վնաս չունի, դրանից հետո մի հատ էլ են խաղարկություն անելու, նորեն կպատմեմ դրա մասին ցես։ Միջև գիդրոնները քամելս մի քանի բան պատմեմ, որովհետև այսօր պատմելիքները շատ են, ինչպես տեսում եք, մենք նոր հովանավոր ունենք, որը սուշեֆն է, ովքեր որ չգիտեն, սուշեֆը գուրմենների եւ ռեստորանների
մասնակցած ապրանքներ ապերում իմ համար շատ հետաքրքիր է, քանի որ ինքը միշտ ապրանքներ ունենում, որը շուկայում չկա, ինչ որ ինչի պաստա, ինչ որ ինչի օյլ կամ ինչ որ ինչի սոուս եւ այլն, եւ լիքը տեսականի, միսերի եւ այլն։ Ուզում եմ ասեմ, ինքը արդեն մեր հետ է, այսինքն սպասեք սրանից հետո ավելի հետաքրքիր բաղադրատոմսերի, որովհետև ինձ երբ որ սահմաններս ավելի են բացվում, ավելի ստեղծագործ եմ դառնում եւ ավելի համեղ բաղադրատոմսեր է գալիս։ Օրինակ ամենակարևոր իրենց ապրանքներից այստեղ այս ցիտապտղից հետնա, որը ես անցամբ օգտագործել եմ, ինձ շուտվանից միշտ ուղարկել են նվեր ու ինքը հունական է ու շատ համոված, շատ ես գոհ եմ մնացել, իսկ էսի Փրինցի օյլն է, փրինցի ցեթը ինքը կարող ենք փուսական ցեթի դեղ օգտագործել, որովհետև ինքը եւ ավելի առողջարար է եւ ավելի իր smoke point-ը, այսինքն այդ ծխեցրածության մակարդակը դակության ավելի բարձր է, ու լիքը ավելի լավություններ կամ ավելի օգտակարություններ ունի, ամենակարևորը եւ քոլեստերոլը չբարձրացնի եւ այլն։ Ես դեռ երկար ժամանակ ունիմ այս յուղերի մասին պատմելու, բայց դուք իմացեք, որ սուշեֆը մեր հետ է, այս օյլը արդեն սրանից հետո միշտ կարող եք օգտագործել, քանի որ օգտակար է։ Իրականում միշտ ինձ հարցնում են, Շաղիկ ջան, փուսական ցեթի դեղ ինչ կարանք օգտագործենք, ահա ցեզի ասեցի, deep fry-ների այդ խորը տապակելու ժամանակ կարող եք արդեն փրինցի ցեթը օգտագործել։ Բայց շատ կարևոր է փրինցի ցեթը լինի cold pressed, այսինքն սարը մշակված, որովհետև տաք մշակվածները միշտ ընդհանրապես լավ չեն, ամեն տեսակ օյլերի մասին է խոսքը։ Նույնիսկ սիտապտղի ցեթը, եթե սարը չէ մշակված, ինքը այնքան օգտակար չի լինի։ Մի խոսքով այլևս ավելի հետաքրքիր է մեր հետ, այս լիմոններն չեն ուզում բրձնեն, ես լիքը ասելիք ունեմ, հեսա գլուխտիդ կտանեմ, միջով բաղադրատոմսը պատրաստ է։ Ստացանք այս կիդրոնների բոլոր հյութերը ու արդեն կարող ենք շարունակել։ Հիմա այս բլղուրի վրա ես հավելացնելու եմ կիդրոնի հյութը, որը կամել ենք 2 հատը, լոլիկի մածուկը, մի քիչ բաղբեղ, մի քիչ աղ եւ կարմիր բաղբեղ։ Բլղուրի հետ լավ խառնում եմ, որպեսզի այս բլղուրը լավ մի քիչ վերցնի իր վրա, արդեն հետո մենք հանկիստ կխառնենք, երբ որ ամեն ինչ ավելացնենք։ Իհարկե այս համեմունքները, որ թրեցի, իրենք վերջնական չեն, ես ուղղակի բլղուրին ուզում եմ համ տամ, այսինքն ինքը միջև արդեն իրան փափկելը կամ ինչ-որ մի բան, ինքը արդեն այդ համերը վերցնի իր վրա, միջև որ ես լոլիկը եւ սոխը կտրատեմ ու ավելացնեմ։ Ուրեմն, ուզում եի հիմա առած ժամանակս ինչ-որ մի բան հիշեցի, որ Հայաստանում, որ իջը կամ ինչ-որ այս տեսակի ուտելիքներ հասել է, հետո էլ տապուլենը հասել, մեր ստեղի հայ ժողովուրդը մի քիչ մի քանի տեսակի քուֆտաները ասենք կամ մի քանի տեսակի իջը տապուլեն իրար են խառնել։ Դրա համար ես օրինակ Հայաստանում տեսնում եմ տապուլեն միշտ լոլիկի ջուրը ավելանում, բլղուրը թրջվում է եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ սկսենք ինչ որ հատուկ բաղադրատոմսը իր ցևով անենք։ Օրինակ, եթե ուզում ենք իջ անենք, իջի ցևով անենք, մեջ անենք, մեջի ցևով, տահինով կուֆտան այնպես անենք։ Եթե տաբուլե ենք ուզում, տաբուլեն մաքուր, միան ազատքեղ մաղդանոսով, բլղուրով եւ լիմոնի հյութով անենք։ Այսինքն մեգա ես այս ամեն ինչի բաղադրատոմսերը ասում եմ, եթե հարցեր ունեք կարող եք հարցնել, որովհետեւ մենք ունենք մեր հին բաղադրատոմսերը, որը պետքա պահպանենք։ Իսկ եթե այդ դրանք մենք խառնենք արևելյանի հետ, մենք ինքնություն չենք ունենա։ Ես խնդիր չունեմ, ամեն ինչ համով է, ամեն ինչ նույնիսկ այդ ստեղծագործական մասն էլ է լավ, որը խառնենք, բայց որ իմանան մեր զավակները մենք այդ օրը ինչ ենք մատուցում։ Այս բնակը արդեն պետք չի։ Մի հատ երևի օճարվենք ու շարունակենք։ Դե իհարկե ABC-ով, միայն ABC-ի ապրանքներով, որպեսզի եւ խոհանոցը մաքուր լինի։ Ձերքերն էլ խնամված։ Արդեն հասանք մեր լոլիկները գտրելու։ Ուրեմն այս
ուտեստի ինչ որ պաղաթիչներ պետք է ավելացենք, շատ մանր պետք է կտրատենք, որովհետև հետո մի քիչ ձեռքով շաղելու ենք ու արդեն իրան մատուցելու ենք։ Ինքը շատ պարզ ուտեստ է, որը հնուց եւ հիմա էլ բոլոր դներում կլինի իր ապրանքը։ Այսինքն այն ժամանակ երևի այդ օրերն են արել, որը գիշեք, քանի որ օրեր կա, որ միսով էին պատրաստում, օրեր կա ոչ, երևի այդ օրերը, որ միսով պետքա չպատրաստեին, այս տեսակի ճաշեր էին պատրաստում, նայում էին սառնարանում, ինչ տեսակի ցավարեղեն ունեն եւ այլն ու արդեն ըստ դրա պատրաստում էին։ Դե իհարկե մարանիկ չկար երևի այդ ժամանակ, այսքան լայն տեսականի չկար, բայց քոնե ամեն հայտուն կար հայկական տուն, կար բլղուրի տեսակներ, հադիկի տեսակներ, փրինցի տեսակներ, լոբիեղեն եւ այլն։ Մի խոսքով շատ մանր պետք է կտրատենք ու արդեն անցնենք հաջորդ գործին։ Այս համովությունից հետո երևի համով կլինի, որ մի հատ էլ մանգոյի հյութ խմել, քանի որ ես այս տեսակի sense թթվաշ ուտելիքները ուտում եմ, դե իհարկե գծու բղբեղով եմ ուտում, այդ չմոռանանք։ Իսկ հետո բրեյք եմ առնում, մի 2 ժամ հետո սիրում եմ sense մի թեթև կամ քաղցր ուտել կամ համով բամը խմել։ Այդ էլ շատ քիչ եմ խմում, դուք գիտեք, որ ես այդպես շատ հյութեր չեմ խմում, բայց եթե խմեմ, միան մազայի մանգոն եմ խմում, որը այստեղ ներկայացված է արդեն։ Այդքան լավ է լոլիկին հոդի միջայլոց, արդեն լավ լոլիկը դուրս եկել է։ Ես ուզում եմ այս լոլիկը մի հատ թադարկեմ ու հետո ետ խառնեմ, կամաց շարունակենք։ Մի հատ խառնենք։ Կտրատենք սոխը։ Ավելացում ենք։ Հիմա կտրատում ենք քիչիկ մաղդանոց, ուրեմն միք էս մոդավոր գես գաբեր, գեսը տնելու եմ մեջը, գեսը տնելու եմ վրան։ Վայ, ինչ անուշ է հոդը։ Ավելացում եմ։ Հիմա, քանի որ ասել էի, որ մենք մի քիչ համեմունք ենք ավելացրել, հիմա ընդհանուրի համար պետք է ավելացնենք աղ, սև բողբեղ, կարմիր բողբեղ, այսինքն մի քիչ շատ։ Կարմիր բողբեղը դե եթե գծու սիրում եք, կարող եք գծու օգտագործել, եթե ոչ քաղցր, ես երկուսից եմ տնելու, մի քիչ եմ տնելու գծու, բայց քանի որ չեմ ուզի դենց լինի, որ իմ ընկերները չուտեն, քանի որ գծու է, որովհետև շատ համով է, մի քիչ սև բողբեղ, մի քիչ ցիտապտղի ցեթ եմ ուզում ավելացնեմ, իհարկե կարծեմ սենց էինք բացում, ահա, այս extra virgin olive oil, նայեմ այստեղ, հա, տեսեք, extra virgin olive oil premium տասակարգի, cold extraction, այցեք, այս էլա բաղ կամ սարը վիճակով է պրես եղել, այսինքն լավ է և շատ օգտակար է, իսկ հոդը իդեալական, կարծում եմ շատերդ գիտեն, որ իմ հայրիկս Հալեբում ունեցել է գործարան ցիտապտղից հետ արտադրելու և այս հոդը ինձ կհիշացնե լիքը բան ավելացնում եմ մի քիչ ցիտապտղից հետ ու խառնում ենք
Դե որ իմանաք հիմա այս հոդը, այս համը, ես կարծում եմ հիմա այս կամերայից ովքեր որ տեսնում են արդեն սիրտերնին ուզում է եւ գնում են նայեն բահարանում, ինչ ունեն։ Մարանիկի մանր բուրգուր ունեն, չունեն, սոխլոլիկ ունեն, ազատքեղ մաղդանոս ունեն, համեմունքները ունեն։ Կարող է մի անտահինը չգտնեք, իշնեք մի հատ էդի վերցնեք ու կաք։ Արդեն միջև սկսիկ տահինն էլ վերջում է ավելանալու։ Այս շաղելը շատ կարևոր է, որովհետև ոնց որ պետք է ամուսնացնենք պլորը փանչարեղենի ու համեմունքի հետ։ Դրա համար այս տեսակի հայկական մեր քուֆտա ասվածները կամ կարող ենք ասել հավաքածուները իրենք անպայման պետք է շաղվին։ Երկու պատճառով։ Մի հատը որ մեր սերը եւ տակությունը տանք, իսկ երկրորդը որ իրար ամուսնացնենք համերը։ Դե իհարկե ես պետք է հիմա մի հատ համ դեսեմ, որովհետև պետք է իմանամ աղին չափը, շատ կներեք։ Մամաս արած ժամանակ ինձ ասում էր մի հատ նայր համին, ասում էր աղ գուզե, հեսա նույնն եմ անելու։ Աստվածիմ, ինչ աղ, ինչ մաղ, ամեն ինչ լավ է։ Վաու, շթոմով։ Հիմա ավելացում ենք տահինը։ Լավ խառնենք, որ տահինը լավ տարածվի։ Yummy, գնացինք։ Ես կարայի իրականում հատուկ ձևերով տնել, բայց ես հատուկ ձևերով չեմ ուզում տնեմ, որովհետև ինքը այդ իր դնական էֆեկտն եմ ուզում տան, ոնց է ինքը բարձ ուտելիք ու բոլոր ընտանիքը հավաքվում է այս համովությունը վայելում է այս բարձ բաղաթիչներով։ Դրա համար բարձ տնեմ, դուք էլ պատրաստեք ու բարձ վիճակում մատուցեք կերեք։ Եվ այսօրվա պաղաթրատոմսը տահինով քուֆտան պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարի խոժակ։ Դե ինձ սիրելիներս, ահա եւ պատրաստ է մեր տահինով քուֆտան։ Անպայման գիտեմ որ քրեցիք բոլոր պաղաթիչները այսօր կգնաք կպատրաստեք, քանի որ հիմա ես այս րոպեին վայելելու եմ եւ իմ ընկերները վայելելու են այս համովությունը։ Այս մեր հին հայկական պաղաթատոմսերից է, որը բոլոր տները պետք է իմանան։ Դե գնացինք։ Այդ կալեր ճիշտ։ Տեսակ ինչ ասեցի, Լինոն պրշտաց։ Մի խոսքով շատ համով է, անպայման կպատրաստեք, իսկ մենք կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ցտեսություն։